հասկանալով որ պատասխան չի լինելու, կարիք էլ չկա։ Սարգիս Հարությունյանը եզրափակիչ ելույթում ընդգրկված է լինելու անուն ազգանունով թե ինչ է գործել, երբ որ հիմա մեղադրական այս ամբողջ իրավիճակում գոյություն չունի, ոչ մի կարգավիճակ չունի։ Եզրափակիչ ելույթում կամ եզրափակիչ խոսքում ընդգրկված է լինելու անուն ազգանունով Սարգիս Հարությունյանը, նշանակում է իր վրա որևէ հոդված է դրվելու, որ հիմա գոյություն չունի։ Եվ երկրորդ, մեղադրող կողմը ասում է, որ նույն կերպ պտտվում եք, նույն կերպ պտտվում եք, որովհետև դուք եք նույն կերպ պտտվում, որովհետև խուսափում եք պատասխանել, որովհետև պատասխան չունեք, խուսանավում եք տեղապես, ինչպես անցյալ անգամ ասել եմ, ինչպես մեղադրանքն է եղել լղոզված, որևէ մեկ հետ կապ չունեցող, այնպես էլ եզրափակիչ ձեր խոսքը, եւ այո, պարոն Սարգսյանը ճիշտ է ասում, ասեք ո՞րն է այդ հետագան, գնանք այդ հետագայից գանք։ Մեղադրող եք, բայց մեղադրանք էլ մի ներկայացրեք այն իմաստով, որ մարդիկ նույն ձևով պտտվում են նույն պոլեմիկայի մեջ։ Մի խուսափեք, չպտտվենք, մի խուսանավեք։ Եվ դուք վստահ եք, որ գիտեք, որ այդ խուսանավելով փորձում եք հասցնել մի հանգրվանի, որտեղ նորից լղոզված խոսքեր եք ասելու, հիմա էլ արձանագրենք, որ Սարգիս Հարությունյանը ձեր եզրափակիչ խոսքում չի լինելու։ Եվ եթե չի լինելու, հիմա ինչ գործ ունի այդ ապացույցը։ Ինչ գործ ունի։ 18 հոգի մարդ ենք այստեղ, չէ՞։ Մեղադրյալի կարգավիճակով։ Միգուցե էլի նորից առանձին չլինի, այն ինչ որ կարդում եք 18 անգամ, նորից էլ 18 անգամ կարդալու եք։ Նույն բանը, տառերով, ստորակետներով, վերջակետներով։ Բայց Սարգիս Հարությունյանը չի լինելու ունդեղ, որովհետև հիմա էլ չկա։ Ու դուք բերել եք ապացույց իբր թե ներկայացնելու եւ ճիշտ էր ասում եք պաշտպանը։ Միգուցե նաեւ պատահական ինչ-որ տեղից հայտնվել է այդտեղ ուրիշ գործով, չգիտեմ։ Սա շատ կասկած հարուցող ընթացք է, շատ ճոխացնել, փորձել ճոխացնել ավելի ճիշտ եւ ասել թե ինչքան մարդ էր ներգրավված, բայց 18 հոգի են մեղադրվում։ Եվ հետևաբար, այո, պաշտպանների առաջարկը շատ ճիշտ է, պատվարժան դատաման։ Այս ապացույցը վերաբերելի չի, ես վաղվել էստեղ եմ սովորել, թե որտեղից եկավ չգիտեմ, բայց վերաբերելի չի։ Այո չի, այլապես ուր է Սարգիսը չկա։ Արգելի դատավության մասնակիցներ, որպեսզի չկրկնվենք, ես ասեք։